Վերնատուն Հանրային ռադիոյի ուղիղ եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան հարթակում այս պահին մեզ դիտողներ։ Հայաստանյան պատմաքաղաքական իրողությունները իրենց կարևոր ազդեցություն են ունենում նաև երկրի մշակութային կյանքի վրա, ձևավորում արտահայտչական, այսպես ասած, նոր լեզու, գեղարվեստական նոր մեկնաբանություններ, ինքնության վերաիմաստավորման գործընթացներ։ Այսօր խոսելու ենք հայաստանյան քաղաքական զարգացումների եւ մշակույթի փոխազդեցության մասին արվեստագետ Սամվել Սաղաթելյանի հետ։ Սամվելը մի արվեստագետ է, ով իր ստեղծագործություններում զարկերակը գրեթե միշտ պահում է քաղաքական իրադարձությունների վրա, այսպես ասած, չէ՞, Սամվել։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ձեզ էլ շնորհակալ եմ հրավիրելու համար հերթական անգամ։ Քաղաքական զարգացումները դրանք պարզապես լուրեր չեն, դրանք տրանսֆորմացիաներ են նաև ենթադրում որոշակի, որոնք կարող են փոխել միջավայր, մոտեցումներ, վերանայել արժեքները, ստեղծել հերոսներ կամ հակահերոսներ գուցե։ Քաղաքականությունը միշտ ձեր ուշադրության կենտրոնում է, իհարկե քիչ առաջ ասացի, ինչ կարող է փոխել հայաստանյան, այսպես վերջին քաղաքական զարգացումները մշակութային միջավայրում կարող է արդյոք փոխել։ Իհարկե կարող է փոխել, բայց շատ երևույթներ, որոնք քաղաքականության մեջ են արտահայտվում, իրանք մինչ այդ իրանց դրսևորումն են ունեցել արվեստի դաշտում, արվեստագետների մոտ։ Ես մի բան հիշեցի ու այդ խոսքերը տպավորվել այն մոտ Փաշինյանի կողմից, եթե մենք անդրադառնում ենք քաղաքական գործիչներին կամ այն process-ներին, որոնք տեղի են ունենում Հայաստանում, կարծեմ ԿԳՄՍ նախարարությունում էր ինքը այդ ժամանակ մի անգամ մի բան ասեց, որը շատ լավ միտք էր արտահայտված, որը ասեց, դուք գիտեք, թե գաղափարները ծնվում են այս կաբինետներում, դրանք ծնվում են մշակութային հարթակներում։ Հիմա թե դրան ասենք ոնց է վերաբերվում մեր իրականությանը, մեր քաղաքական միտքը, մեր ընդհանրապես մեր հասարակությունը, դա արդեն ուրիշ հարց է, բայց այն որ երևույթներ կան, որովհետև մենք պետք է հասկանանք, օրինակ անկախ Հայաստանում ստեղծված արվեստը, ժամանակակից արվեստը, այդ որն է, ինչ է ստեղծվել այդ ամբողջ ընթացքում, որովհետև շատ բան է ստեղծվել։ Ես լսում եմ շատ հաճախ անդրադարձներ կատարվում նորից Չարենց, Տերյան եւ այլն, այդ մեր վերարժևորելով այդ չափազանց կարևոր եւ հակասական այդ շրջանը մեր Հայաստանի Հանրապետության, բայց շատ քիչ է անդրադարձվում շատերի կողմից, վերլուծաբանների կողմից, նույն քաղաքական վերլուծաբանների կողմից, վերջապես ինչ է ստեղծվել այդ անկախությունից հետո կամ դրա նախաշեմին, այսպես ասած, որտեղ 80-ականներին արդեն որոշակի process-ներ էր գնում, այնտեղ երրորդ հարկներ առաջանում, որ շատ կարևոր դեր խաղաց, այդ ամեն ինչը հետո գնաց 90-ականների այդ սկզբնական շրջանում նփակը ստեղծեց մի միջավայր, մի շատ կարևոր միջավայր, որը էական ազդեցություն ունեցավ ընդհանրապես Հայաստանի արվեստի դաշտի վրա։ Այս վերլուծությունները շատ կարևոր են, որովհետև ասենք օրինակ ինձ համար խաղաղության խաչմերուկ կոնցեպտը ինքը շատ ուժեղ կոնցեպտ է, որը իմ մեջ որպես արվեստագետ ես դրա մասին մտածել եմ եւ արտահայտել եմ իմ մտքերը դրա հետ կապված մի շարքում, որը կոչվում էր Մարմին ուրվական ֆալոս, այսպես ասած, ես այդ ֆալոսային մշակույթը դիտում եմ որպես մշակութային ինքնահաստատման, այսպես ասած, կոնտեքստով։ Եվ այդ շրջանում այդ մի առանձին պրոյեկտ էր, որ դրան էի անդրադառնում, ուտեղ մի գաղափար կար, որը առնչվում էր Հայաստանի այդ խաչմերուկային մշակութային, ասենք, այդ կոնցեպտին, որը իմ համար մի հատ կոպիտ ասած գանձ է եղել մեր ձեռքը, այդ խաչմերուկ հասկացողությունը, բայց դրա խաղաղության կոնտեքստով, որը մենք կորցրել ենք բավականին ժամանակ եւ վերջի շրջանում դա նորից գնահատելով, վերարտադրելով, կոպիտ ասած, Հայաստանի
դիրքը չափազանց ամրացավ հենց քաղաքակրթական եւ մշակութային առումով։ Սամվել, բայց թույլ տվեք մի բան նկատել, որ ձեր նշած ժամանակաշրջանը 90-ականներից սկսած եւ այն բոլոր շարժումները արվեստային, մշակութային, որ եղել են առհասարակ մեզանում, դրանք խաղաղության մասին վախեցել են խոսել։ Կամ գրեթե չեն խոսել։ Իհարկե, Գուցե ես չեմ նկատել, եթե դե որտեվ այդ կեղծ հերոսականությունը ինչ որտեղ ես բոլորովին չեմ թերագնահատում այն ասպեկտը, որը վերաբերվում էր իրական, ասենք, ինքնազոհողության հերոսականությանը, պաշտպանելու որոշակի արժեքների, հայրենիքի հասկացողությունը, որտեղ է այդ հայրենիքը, որտեղ է գտնվում եւ այլն։ Այո, շատ շատերը վախեցել են հենց այդ խաղաղությունից խոսան, ու դա դարձել է բավականին խոցելի մի տեղ, հասկանում ես, այսինքն այդ նվաճողական ինչ որտեղ նույնիսկ նվաճողականության, այսպես ասած, կոնտեքստը իրան զիջել է շատ ավելի ուժեղ բանի խաղաղության կոնտեքստին։ Ես ինքս մարտարվեստներով զբաղվելով շատ լավ հասկանում եմ դրա շատ այն նրբությունները, այսպես ասած, էլի։ Երբ օրինակ նորից վարչապետին ցիտելով, որտեղ շատ ակտուալ է, ասենք նույն Ռուսաստանի հետ կապված, ինքը մի հատ միտք ասեց, որը շատ մարտարվեստային բան կա իր մեջ, ասենք, էլի, կարատեից, ասենք, եւ արևելյան մարտարվեստի։ Անպայման արևելյան մարտարվեստների առումով, որ ասեց, որ ինքը մենք իր հետ կռիվ չունենք, ես իր հետ չեմ, կոպիտ ասած Հայաստանը Ռուսաստանի հետ կռվելու բան չունի, բայց Հայաստանը առաջնորդվում է իր շահերից։ Դա նաև արվեստագետային բան է, դիրքորոշում է, ասենք արվեստագետը ինքը տեղով քաղաքականություն է, ինքը իր մեջ կրում է առանձին, ինքը իր մեջ քաղաքականություն է կրում։ Այդ քաղաքականությունը այն է, որ բոլոր խնդիրների, որոնք տեղի են ունենում այն process-ները, նա դրանց պատասխանը նա չի փնտրում դրսում, նախ փնտրում է նախ եւ առաջ իր մեջ, իր կոնցեպտների, իր առաջացած, ինքն է, եթե հակադրվում է, ինքնով է հակադրվում, բայց դա անում է արվեստով։ Դրա մեջ նույնիսկ ես ասում եմ, դրա մեջ որոշակի հանցանք կարող է լինի, որտեղ դու խախտում ես ինչ որ նորմեր ես խախտում, ինչ որ հաստատված արժեքներին ես կպնում, այսպես ասած, որոնք շշմացրել են քեզ, դու տարել են, այսպես ասած, այդ խաղաղ անդորին, նահապետական անդորին, տենց ասեմ, էլի գոյատևման, բայց դու դրանք խախտում ես, բայց դու դրանք անում ես սիրով, ասենք սիրո ակտ է տեղի ունենում այդտեղ, էլի։ Նույն ձևի հակառակորդին ոնց ես վերաբերվում։ Հակառակորդը եթե վերաբերվում ես ատելության, ասենք, էմոցիայով, դու արդեն պարտվելու ճանապարհին ես, կոպիտ ասած։ Դա է ասում արևելյան մարտարվեստը։ Այո, քո միտքը պետք է լինի խաղաղ, լեռնային լճի նման։ Այդ դեպքում, եթե ուշադրություն դարձրել եք, այն լեռնային բարձր լճեր կան, երբ որ բացարձակ խաղաղ է լինում, ամեն ինչ նույնությամբ արտացոլվում է, ասենք դու զգում ես, դու հասկանում ես միջավայրը։ Բայց դու առաջնորդվում ես քո ինքնության, քո շահերով։ Մենք չենք առաջնորդվել մեր ինքնության, մեր շահերով։ Լավ, եթե առաջնորդվենք մարտարվեստի, այսպես ուզում եմ զարգացնեմ այդ ձեր միտքը, եթե առաջնորդվենք մարտարվեստի սկզբունքով, հաջորդ քայլը ո՞րն է լինում խաղաղությունից հետո։ Քո մշակութային հարթակի հաստատումը։ Դու պետք գիտեք, ոչ DNA-ը, ոչ ժառանգությունը, ոչ ասենք քո, այսպես ասած, ազգային ժառանգությունը եւ այլն, դրանք շատ հաճախ այդքան դեր չեն խաղում, ինչքան դու կարողանում ես մշակութային հարթակ ստեղծես, եւ դա ստեղծես հիմնված քո ինքնության շատ նրբին, ասենք, ծակուցուկերի տենց ասեմ, էլի, որտեղից կարող ես հանել այնց բաներ, որոնք մինչև հիմա շատերին անհայտ են եղել, ասենք, էլի, որոնք չեն արտահայտվել, չեն բարձրաձայնվել, որովհետև դրանք հակասել են, այդպես ասած, այն գոյատևման են
մենտալիտետին, որ քեզնից ոչինչ կախված չի։ Հասկանում ես, դու այդ միավորն ես, որ քեզնից ոչինչ կախված չի, բայց բարձրացումը շատ բան է կախված։ Բարձրացումը դու մի հատ մեսեջ, մի հատ գաղափար ես ստեղծում, այդ գաղափարը բարձրաձայնում ես, տանում ես քաղաքական դաշտ ու բարձրացումը շատ ավելի ուժեղներ քեզնից դա գնահատում են եւ հարգում են։ Նույն ձևի կյանքում էլ է նույն ձևի, հասկանում եք։ Նույն թաղային, այսպես ասած, եթե իջացնեմ այդտենց խնդիրներին, չէ, ասենք ակտիվ, չէ, ակտիվ sense շրջապատ կա, ինչ որ մաչոյական, այսպես ասած, թեկուզ կիսագողական, այսպես ասած, այդ քրեական ենթամշակույթին հակված երևի, չէ, այնպես խմբեր են, ասենք, տեղ ինչ որ մի թաղում։ Բայց դինում է դրանց մեջ մեկը, որը լավ ուսանող է, սովորող է, խելացի է, դրա հետ միասին էլ կարող է մարտարվեստով էլ զբաղվել, որովհետև մարտարվեստները, կարատեի մարտարվեստն իրանք կռվի համար չեն, ասենք, իրանք նրա համար են ինչպես դու խուսափես այդ ավելորդ կռիվներից, բայց ճակատագրական պահին դու կարողանաս ճիշտ հակազդեցություն տաս, էլի։ Ու այդ մեկը հայտնվում է այդ միջավայրում, փորձում են դրան ինչ որ բուլինգ անել, ճնշել, նույն ձևի դպրոցներում է այդ ամեն ինչը, լրիվ, ասենք, դա հայտնի բան է, էլի, նույնը քաղաքականությունում։ Երբ որ նա ճիշտ հակազդում է, իրան ցույց է տալի, մյուս անձնական օրինակի վրա էլ էլի այդ ամեն ինչի բանանում։ Նրանք սկսում են հարգել, նրանք սկսում են գնահատել ու մեծ հարգանք հասճանաբար առաջանում նրա նկատմամբ, նրա գիտելիքի նույնիսկ եւ այլն։ Այս ամեն ինչը նաեւ քաղաքականության մեջ է աշխատում, էլի։ Արցախը կորցրեցին, որտեղ մենք չստեղծվեց մշակութային հարթակ։ Ուժեղ մշակութային հարթակ չստեղծվեց, որտեղ մենք հանձնել էինք մեր իրավունքները լրիվ ուրիշին։ Իրավունքը Եթե քաղաքակրթական էլի, այսպես ասած։ Եթե քաղաքական որոշումները այնուամենայնիվ ընդունենք, որ մշակութային հարթակներում են ձևավորվում, որոշումները չէ, գաղափարները ծնվում։ Գուցե։ Այո, գաղափարները նաև ինչու՞ չէ, դրանք կարող են դառնալ նաև որոշումներ։ Հա, անչի չէ, իհարկե։ Եթե այդպես այդ տեսանկյունից փորձենք նայել, այսօր ամենակարևորը որն է, որ պիտի արվի մեզ համար, տեսեք, կարևորում եք մշակութային հարթակների գոյությունը, ինչ քայլ պիտի արվի, եթե ասենք ընդունենք, որ կա խաղաղություն, կա տնտեսական համագործակցություն մեր հարևանների հետ, որոնք մեզ հետ երբևէ, ասենք, թշնամական հարաբերությունների մեջ են։ Մենք մանավանդ այն դեպքում, երբ որ դեռ հանրությունը չի հաղթահարել այդ հակառակորդի անպայման։ գոյությունը։ Այո, մենք այնտեղ ցավ կա, այնտեղ այդ զոհեր կան, որոնք բոլորի աչքին գալիս են անընդհատ։ Հասկանում եք, այդ շատ դժվար բան է այդ ամեն ինչը հաղթահարելը։ Ու հարևանություն անելը, այսպես ասած։ Բայց դա է իրականությունը, մենք պետքա գտնենք ուժ դրա մեջ, որպեսզի կարողանանք, մենք արդեն մի հատ կոնցեպտով ենք ներկայացրել, որը այդ խաչմերուկն է, խաղաղության խաչմերուկն է, մենք այդտեղ, եթե դա ներկայացել ենք, մենք պարտավոր ենք դրա մշակութային հիմնավորումը, հաստատումը, դրա մշակութային հաստատումը, քաղաքակրթական եւ մշակութային հաստատումը ունենալ մեր ձեռքում, մեր ձեռքի տակ, որովհետև խաչմերուկը շատ հաճախ ինքը կարող է դառնա բոշի մայլա, տենց ասեմ, էլի, հասկանում ես, նա կետել կարա դառնա, եթե դու դրան մշակութային հիմնավորում չես տալիս, ասենք, օրինակ, չես կարևորում այն ինչով դա պետք է արժևորվի, հաստատվի։ Ես ինքս արվեստում լինելով հանդերձ կարող եմ պատահել ծայրահեղացնեմ, բայց ես շատ բաների արվեստի տեսանկյունից եմ նայում եւ արվեստի կարեւորության առաջնայնության տեսանկյունից եմ նայում, որովհետեւ այն երկրները, որոնք հաստատվել են իրանց քաղաքականության մեջ, նրանք պարտադիր արվեստը, ժամանակակից արվեստը, ասենք, իրանք հատկապես կարևորել են շատ,
Դրա վառ օրինակներից մեկը Միացյալ Նահանգներն է, որը երկրորդ համաշխարհայինից հետո Եվրոպայից արվեստի ամբողջ, ասենք, այդ շուկան եւ ամեն ինչը գնաց ու Ամերիկա մեծ զարգացում ապրեց եւ դա հակադրվեց Սառը պատերազմի ժամանակ, դա օգտագործվեց Սովետական Միության դեմ, որպես այսպես ասած զենք, փափուկ ուժ։ Մարդու ազատության մասին էր այդ հասկանում ես, որը այնց բան էր, որը խփում էր ամենա նշանակետին, հասկանում ես, սոցիալիզմը ինչքան էլ որ նայում ես արվեստից տեսանկյունից այնպես փայլուն գործեր կան այնտեղ ինչքան, բայց մարդու ազատության ազատությունը արտահայտող այդ ուղղությունները, որոնց մեջ նաև մեր սիրելի հայրենակից Աշիլ Գորկին է, որի արվեստը հենց շատ ուսումնասիրության կարիք ունի։ Մենք այդ վերլուծական, ասենք, ինչի վրա էր հիմնված Աշիլ Գորկու Եղեռնից փախած տեղահանված այդ երիտասարդ այդ երեխայի արվեստը ինչի վրա էր հիմնված, որ ինքը դարձավ ամերիկյան արվեստի նշանային դեմքերից մեկը։ Այտենց բաները պետք է վերլուծել ու հասկանալ, որ մեր այդ գոյատևման մենտալիտետը ոնց է ինչ որ տեղերի ոնց է խախտվել, այդ արվեստագետները ինչ են արել։ Նույն ձևի ռուսական ավանգարդը, ասենք, չէ, ռուսական ավանգարդը ինչ մեծ ինչ ուղղություն էր, էլի, ինչ sense 20-ականների նկատի ունեք։ Չէ, մինչ սովետը դեռ նոր էր կազմավորվելու հլնդեղ Մալևիչ, Կանդինսկի եւ այլն։ Այդ մի հատ այնց ուղղություն էր, որը նրանք նաև ոգևորված էին այդտեղ այդ նոր ալիքներով եւ այլն։ Ասենք ինքը շատ մեծ դեր խաղաց, բայց ինքը անկում բան արեց այդ այսինքն հետո եկավ դրան տեղը զիջեց սոցիալիզմը, որտեվ քաղաքական իրողությունները այո, պարտադրում էին, էլի տենց ասենք։ Հիմա դրա համար ես շատ կարևորում եմ, ասենք, որտեղ վերլուծականը, ասենք, մեր 90-ականներում ինչա տեղի ունեցել, մեր մոտ ինչ, այդ ամեն ինչին պետք է անդրադառնալ, էլի, հասկանում եք, ես մինչև հիմա ինչա ստեղծվել այս արվեստագետների միտքը ինչա ստեղծել, որտեղ շատ գործեր կան, որոնք շատ կարևոր է, որ դրանք անդրադառնալ դրանց։ Եվ մի բան էլ ասեմ, Կարողապատայի պետք է անենց մի հատ քաղաքականություն մշակել, որպեսզի զարգացնել արվեստի շուկան։ Սա շուկա է դառնում։ Սա մի հատ հսկայական այս ինչ որ տեղի է ունենում հիմա, այստեղ հսկայական ներդրումներ է գալիս, այս արհեստական բանականությունը, այո, հասկանում եք, այստեղ այնց փոփոխություններ կարող է լինի, որ մենք մեր մտներով չանցնի։ Արվեստի շուկան ոնց է դրա ինտեգրվում այդտեղ, ոնց պետք է ինտեգրվի։ Կարողապատայի սուբսիդավորել է պետ արտ գալերիների ցուցասրահների այտենց բիզնեսը զարգացնելու համար, արվեստի բիզնեսը պետք է զարգանա Հայաստանում, շուկան։ Այստեղ կարևոր է նաև արվեստագետի ասելիքը, քանի որ տեսեք 30 տարի գրեթե այսպես լուր պատերազմական իրավիճակի մեջ լինելով ու նաև փակ սահմաններով գոյատևելով, ինչպես դուք եք ասում, խնդիրը արվեստի այլ է եղել ընդհանրապես, գեղարվեստի խոսքը, այսպես ասած, մեսիջը այլ է եղել, հիմա գուցե այլ է լինելու, քանի որ եթե նույնիսկ բացվեն սահմանները կամ խաղաղության խաչմերուկը լիարժեքորեն այսպես հաստատվի եւ տնտեսական զարգացումներով եւ բոլոր տեսակի զարգացումներով հնարավոր է որ ասելիքը այստեղ փոխվի։ Շատ հավանական է, բայց նաեւ այստեղ շատ բան կախված է արվեստագետի, այո, դա շուկայի առումով շատ բան կարող է փոխվի, ասենք էլի, ոնց որ ինչքան բազմազան է ամերիկյան շուկան։ Տեսեք, ներողություն, վերջին տարիների արվեստի թեման պատերազմն է եւ մենք դեռ փորձում ենք հաղթահարել պատերազմը։
այսինքն ցուցահանդեսներով, արվեստի այսպես ակցիաներով կամ գործերով, դրանց թեման հիմնականում պատերազմն է։ Դե ճիշտ ասած ոչ միայն անց չի որ հիմնականը պատերազմն է, օրինակ ասենք ինձ օրինակ վերցրել ու շատ բազմազան է, քանի որ նրանց ստացվեցին որ բազմազան շարքերով եմ ես աշխատում, դրանց մեջ կա շարք, որը եւ անդրադառնում է դրան եւ շատ սուր քաղաքական են եւ այլն, բայց պետքա նաեւ ստեղ հասկանալ ընկալելու պահը, էլի, ասենք հասարակության ընկալման պահը, օրինակ Ռուսաստանի հարձակումից հետո Ուկրաինայի վրա իմ ինստալյացիոն շարք իմ մոտ գնաց, որը ուղղված էր ավտորիտարիզմի դեմ, այսինքն այդ ավտորիտարիզմը իր դրսևորումներով, այտենց այդ իմպերիալիստական այդ ամբողջ հատկապես Ռուսաստանի կողմից այդ իմպերիալիստական հավակնությունները եւ այդ ամեն ինչը ի վերջո մեր Հայաստանի վրա է անդրադարձել, անմիջական կապ է ունեցել, դրա համար ես անդրադարձել եի այդ ավտորիտարիզմի նյութին եւ հենց կոնկրետ այդ անձնավորության կերպարի միջոցով ինքը անալիտիկ ավելի բնույթ էր գրում։ Ես օրինակ շատ հետաքրքիր էր այցելուների, ասենք ցուցահանդեսը, որ այդ ինստալյացիոն առաջինը իմ արվեստանոցում արեցի, առաջի փորձը ոնց որ, հետո մյուսը արտկվարտալում պետք է նորից նշեմ իրենց համարձակությունը, որ ինձ առաջարկեցին այդ ինստալյացիան անել։ Այո, ես հիշում եմ այդ ինստալացիան։ Հա, դու հիշում ես, որ դա մենք կարծեմ խոսել ենք նաև եթերում այդ մասին։ Կարծեմ, հա։ Ուզում եմ ավելորդ անգամ նշել, որ դրա այդտեղ արդեն հասարակության ռեակցիան է շատ հետաքրքիր, ասենք ոնց ես նույնիսկ ձայնագրել եմ ինչ որ մարդկանց արտահայտվել ու հատկապես ռուսների կողմից, բան, ու նրանցից մեկը մի շատ հետաքրքիր բան ասեց, որը չգիտեմ ասել եմ քեզ թե չէ, բայց դա շատ հետաքրքիր նշանային բան է, որ ասեց ես խոնարհվում եմ ձեր առաջ, ասեց որ դուք արել եք բան, որը մենք չենք կարող անել։ Մենք չենք կարող, երբևէ մենք չենք կարող մեզ թույլ տալ, ասեց դրա համար ես շատ մեծ հարգանք ես ասում եմ, ասեց ես հուսամ մի օր մենք կկարողանանք հենց այս գործը այնտեղ ցուցադրել, ասում եմ մինչ այդ իմ հետաքրքիր բան ասեց մշակութային հարաբերության մասին, ասեց որ ասեց իմ մոտ տպավորությունն է որ Հայաստանը մինչև հիմա ոնց որ մինչև այժմ մինչև այդ հեղափոխությունը եւ այլն ոնց որ ռուսական կայսերական մշակույթի դոմինանտության տակ է եղել, բայց հիմա ասեց հիմա լրիվ հակառակն է, մենք ասում ենք մեր երկիրը տվեցինք խժռման, ասում եմ նրան ով մենք ներումք չունենք դրա համար, այսպես բաներ ասեց, շատ հետաքրքիր էր, խնդրեց անհայտ մնալ ինքը։ Ասածս այն է, այստեղ է դու ինչ նյութ ես, որտեվ շատ հաճախ նայ կարող է պատահի քո արած արվեստագետի արածը չհամապատասխանի երկրի քաղաքական գծին, ինչ առումով։ Դա չի նշանակում, որ երկրի քաղաքական գիծը չի հասկանում ինչ որ խնդիրներ, բայց գոյություն ունի քաղաքականության ճկունություն, որոշակի, ասենք ամեն ինչ չես կարող, չի կարող ասել, բայց արվեստագետը ոչ միայն կարող է, պարտավոր է ասել, պարտավոր է։ Այո։ Ինչը որ շատ կարևոր է։ Եվ ընդհանրապես գնահատական տալ նաև շատ կարևոր է։ Արձագանքել այդ իրողություններին էլի կարևոր է։ Անպայման, ասենք ակտուալությունը, որտեղ երևույթները, որ տեսնում ես, այս արագությամբ փոխվում է, շատ կարևոր է ճիշտ արձագանքել եւ չվախենալ, ասենք, չզգուշանալ, այդ զգուշավորությունը, այսպես ասած, մի տեսակ մեր հասարակության մեջ կա։ Ես ուզում եմ վերադառնանք խաղաղության կոնցեպտին եւ փորձենք հասկանալ սահմանները։ Երբ հանրային ընկալումների մեջ խաղաղության հասնելը, ընդհանրապես խաղաղությունը դադարում է ընկալվել որպես հաղթանակ եւ սկսվում է ընկալվել որպես ազգային արժանապատվության կորուստ։ Այդ դեպքում ինչպես անել եւ ինչ անելիք ունի արվեստագետը,
փորձենք այսպես կարճ ձևակերպել, քանի որ հենց սրանով էլ կփորձենք ամփոփել մեր զրույցը։ Շատ կարևոր է այդտեղ ներքին ճանապարհը, ներքին անալիզը, ասենք, էլի, ներքին վերլուծությունը, որ երբ որ ասում են, որ արվեստագետը նախ եւ առաջ իր մեջ է տեսնում այդ խնդիրները, մենք կարող ենք դրսում տեսնել, դրսում պատճառները տեսնել, էս սենց արեց, էս դավաճանեց, էս մեր դաշնակիցը դավաճանեց, ինչ արեց, բա մենք ինչ արեցինք, բա մենք ինչի վրա ենք կանգնած եղել, մենք ինչ ա եղել մեր հիմնական սխալը այն ա եղել, որ մենք մեր իրավունքն ենք զիջել, այն օրը, երբ Հայաստանի նախագահներից երկրորդը, երբ որ Արցախը հանեց բանակցային գործընթացից, այդ օրվանից գնում էր պատերազմի հաշվարկը, որտեվ մշակութային առումով Ալիև կոչվածը ինքը գալիս է մի շատ sense, որ նայում ես իր կերպարը, իր մտածողությունը, ինքը գալիս է այդ թե սովետականը, թե հետ սովետական ամբողջ, ասենք, այդ կոնգլոմերատը, օլիգարխիկ, ասենք, իշխանությունը, ավտորիտարիզմը, բայց դրա հետ միասին իր գիտելիքը, որ ինքը ստացել է իր կրթությամբ, ինքը պետք է հերոսականությամբ այդ ամեն ինչը հետ բերեր, ինքը որպես հերոս պետք է հանդես գար։ Մեր հերոսականությունը պետք է լիներ ոչ թե այդ նվաճողականության, այլ կարողանալը անցնել մեր էգոյի շատ սահմանը եւ պարտադրել խաղաղություն։ Ոնց որ կարող անի, ասենք, արվեստագետը, ոնց որ կարող անի մարտարվեստին տիրապետող մեկը։ Իսկ ձեր մտածողությամբ շատ են այսօր մշակույթի դաշտում, արվեստի դաշտում, որոնք հենց այդպես շատ ինքնավստահ կարող են ասել, որ այո, խաղաղության խաչմերուկը շատ կարևոր կոնցեպտ է։ Ինձ թվում է կան եւ նույնիսկ նրանք եթե նրանք ովքեր չեն արտահայտվում շատ, ես համոզված եմ, որ շատերը ներքուստ դրան հավանություն այնուամենայնիվ տալիս են, որտեվ մեզ ճակատագիրը Աստված, տենց ասենք, էլի, խտացրեց կորուստներով բերեց մի հատ sense մի տարածք տվեց, կոպիտ ասած, որը գտնվում է անենց տեղում, որը կարա դառնա, ասենք, ադամանտ, որը կարա ոտքի տակ կորի, այո, կոպիտ ասած։ Այդ արդեն ես կարծում եմ մեզնից էլ մեզնից շատ բան կախված է այդ առումով։ Մենք այդ ուժեղ լինելը, չէ, որ ասվում է, դրան տարբեր բոլոր նախադրյալները կան ադամանտ դարձնելու։ Ես կարծում եմ, այո, ես հուսով եմ կա։ Իսկ այս Միացյալ Նահանգների փոխնախագահի վերջին այցը այդ ամեն ինչը հաստատեց, թե կասկածների առիթ տվեց, ինչպես տեսնում ենք սոցցանցերում։ Շատ բան է, ես Ամերիկայի քաղաքականությունը շատ հակասական է իմ համար, ինքս լինելով Ամերիկայի քաղաքացի, ներքին իրավիճակը, որ Տրամպը իրականացնում է այդ ICE միջոցով եւ այլ էմիգրացիոն այդ այլանդակությունները, ասենք, որոնք տեսնում եմ ես դա, բայց դրա հետ միասին էլ սա այս ադմինիստրացիայի ամենափայլուն որոշումն է, որը այնուամենայնիվ ես կարծում եմ մինչև այդ ծրագրած է եղել լինելու, բայց ամենակարևոր բանը մեսիջը եկել է մեզնից, մենք պետքա չտելագնահատենք դա։ Ինչ պիտի անեն արվեստի մարդիկ, մենք ունենք 1 րոպե ժամանակ, փառատոններ կազմակերպեն, շուկան զարգացնեն, ինչ։ Արվեստագետը չի կարող շուկան զարգացնել, շուկան զարգանում է, արվեստագետը պետքա իր գործը անի դա առանց վախենալու, առանց զգուշանալու, իսկ պետությունը ինչ պետք է անի, պետք է ստեղծի պայմաններ, որպեսզի արվեստի շուկան զարգանա, դրա համար գոյություն կարողան ունենալ որոշակի օրենքների առաջադրում, ասենք, նույնիսկ Հայաստանի նման փոքր երկրի համար դժվար չլինի ազատ արվեստագետներին, ասենք, պետությունը որոշակի թոշակ նշանակի,
Ինչու ոչ, why not։ Հենց այստեղ կընդհատենք մեր զրույցը եւ կշարունակենք ուրիշ անգամ, որովհետեւ շատ կարեւոր թեմա եք դուք բարձրաձայնում։ Շնորհակալություն Սամվել հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի ռադիոլսող, իմ հյուրն այսօր արվեստագետ Սամվել Սաղաթելյանն էր։ Մենք խոսում էինք հայաստանյան քաղաքական իրողությունները որքանով կարող են ազդել մշակութային կյանքի վրա։ Չգիտեմ, որքանով մեզ հաջողվեց այդ մասին այսպես բացել փակագծերը, գուցե առաջիկայում մենք նորից անդրադարձներ կունենանք այս թեմայով։ Զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն